նվիրվում այսի բժիշկներին, բժիշկներ ջան, ոնց եք, չմրսեք ձեզ լավ նայեք։ Երևունի հիվանդանոց հերո տեղա գնացին, տղեն էլ չէր դիմանում պրոկորտի ցավերին, բժիշկի մոտ ժամերով հերթի մեջ սպասեցին, կոնսուլտացիայի համար 20,000 ուծեցին, հայտնի բժիշկ էր իբր իրագործի մասնագետ, 15 րոպեում դիագնոզա դնում անժամկետ, իրական պատմություն բժշկության մասին, եթե հետաքրքիր է շարունակում եմ, հələ սպասի, վերջը հերո տեղա մտան կաբինետ, ներս, բժիշկը տեսավ ժպիտով, թե բարև ձեզ, առաջացեք, նստեք, ասեք ինչ գանգատ ունեք, ամբողջ ինձ մի հատ մանրակրկիտ պատմեք, սպասեք, իսկ վճարումը դրամար կհոմարել եք, եթե հա մի հատ չեկը ինձ ցույց տվեք, որտեվ եթե պետք պատվեր եք 3 ամսից եկեք, բայց լավ է որ վճարել եք, խնդրեմ շարունակեք, չենք գնալու մենք բժիշկների ձեռը ընկնենք, ուզում մենք որ անպատճառ վիրահատեք, չենք գնալու մենք բժիշկների ձեռը ավիրվենք, ուզում ենք բժիշկներին այսօր դիմենք, վիճակը տղայի մոտ ծանր է, ասեմ ձեզ, որպես բաժնի մասնագետ ասում եմ ես, անհրաժեշտ է տղայի ամորձիները վիրահատել, առանց հետաձգել եւ առիթը բաց թողնել, մրսացրել է տղեն կամ դուրսը սառը ջուր խմել, պետք է անալիզ հանձնել, հետո վիրահատել, սպասեք բժիշկ, ինչը պիտի վիրահատել, ամորձիները, այսինքն ձվերը կտրել, հոպ ստեղ հլը մի րոպե ասես տղու հերը, կանգնես ոտքի բրտելով հետ տակի աթորը, իմ տղեն առողջ ա ու կարիք չունի սենց օրով գնա ձվերը կտրի ձեր ասած դիագնոզով, հերը ձենը գցեց գլուխը ամբողջ կաբինետով, տղուն վերցրեց ու գնաց մատը վերև հանելով, քել հելանք ստեղից, էսի գժանոցը աչքից լրիվ են ծնդել, այ քեզ բժիշկ, այ քեզ սյուրպրիզ, չենք գնալու մենք բժիշկների ձեռը ընկնենք, ուզում մենք որ անպատճառ վիրահատեք, չենք գնալու մենք բժիշկների ձեռը ավիրվենք, ուզում ենք բժիշկներին այսօր դիմենք,